կտամ կայծակի ժամանակ շատ դուրս չգաք, երկաթներից բաներից հեռու մնացեք ու նմանատիպ բաներ։ Դե լավ, բոլորը ցերտա գրանցվեք իմ ուղիղ իմ YouTube-յան ալիքում ինչքան շատ մարդ կգրանցվի, այնքան համ իմ օգուտն է, համ ձեր օգուտն է։ Ես մեծ տվյալներ կտամ ամեն ինչից։ Նույնիսկ դուք ինչպես գիտեք, թույլաարկելված է բունին եւ մի փոքր պատահականությունից մի փոքր շատ փոքր հատված է, նրանք իմ կարծիքով չեն կարողանա դիմակայել բրազիլիական հզոր ուժերին։ Նրանց միջև օգնություն գա հասնի Տայվանի ուժերը Եվրոպայից, դա կտևի մոտավորապես շաբաթ օրը։ Շաբաթ օրից ես խոստանում եմ ամբողջ Հայաստանում լինի 7 օրով պաշտպանություն տամ։ Միջև այդ ես ուղղակի ուզում եմ ասեմ բոլորդ գյուղացիներին հիմնական պաշտպանության համար միջոցներ ձեռք առեք, ինչ կարելի է անել։ Մի հատ դա անհնար 7 օր ուրեմն պաշտպանություն։ Մի խոսքով շաբաթ օրվանից լավ եղանակներ կլինի, բայց համենայն դեպս այս մի 3-4 օրը շատ ուշադիր եղեք, ինչ հնարավոր է, պատրաստ եղեք ամեն ինչի։ Ես ուրիշ բաներ չեմ ասում, դե ջրային պաշարներ, ես իմ ուղիղ եթերի ժամանակ ասել եմ պետք է Հայաստանի լրացվես 3-4 օրվա մեջ ամբողջությամբ կլրացվի։ Դե ուրիշ թռչող օդանավին։ Դեպքը տեղի ունեցել մայիսի 13-ի երեկոյան 20:29 սահմաններում։ Ինֆոյին ուղևորներից մեկը